Սիրելիներ, այսօր ուզում եմ խոսեմ ու կսկսեմ մի նոր ուղերձների շարք Աստծո ձայնը լսելու մասին, որը նույնպես գիտեմ շատ կարևոր է, շատ անհրաժեշտ է յուրաքանչյուրիս համար։ Ես խոսելու եմ Աստծո ձայնը լսելու մասին ու մի կիրակիով չենք սահմանափակվելու, մենք խոսելու ենք մի քանի կիրակիներ, մի քանի ուղերձներ, նույնպես չորեքշաբթի օրերը աղոթքներ կունենանք այս հարցի շուրջ, որ սա մեր ներսում կառուցվի եւ բարձրանա։ Ես որքան գիտես եմ, որ ասում ես շփվում ես, ապրում ես, շարժվում ես, մարդկանց հետ ժամանակ ես անցկացնում, տեսնում ես որքան կարևոր է եւ որքան կարիքը, որ Աստծո ժողովուրդը լսեն Տիրոջ ձայնը եւ Տիրոջ ձայնով առաջնորդվողներ լինենք Հիսուսի անունով։ Ամեն սրներ։ Այնպես որ ես սկսում եմ մի նոր, այսպես ասած, ուղերձների շարք Աստծո ձայնը լսելու մասին։ Գրես մեր աշխարհը լիքնա ձայներով։ Մենք դա գիտենք։ Մենք տարբեր ձայներ ենք լսում, շատ ձայներ ենք լսում։ Գրես մենք կարանք լսենք մեր նորոգված մտքի ձայնը, որը մեր հետ կխոսա, մեր մտքի ձայնը, որ Աստծո խոսքով է նորոգված, որը փրկված է։ Մենք կարող ենք լսել, գրես մեր չնորոգված մտքի ձայնը, որը աշխարհի մտքերով է լցված, աշխարհի կարծիքներով է լցված։ Մենք կարող ենք լսել մեր մեղավոր մարմնի ձայնը, մեղավոր մարմինը, որը մեղքին է կանչում, անընդհատ մեղքն է փափագում, ու ինքը խոսում է մեղքի մասին, կանչում է մեղքի մասին, մեղքը։ Մենք կարող ենք լսել մեր ճիշտ, այսպես ասեմ, մարմնի ձայնը, որը ինքը պահանջներ ունի, ուտելու, սնվելու, սպորտով զբաղվելու։ Մենք տարբեր ձայներ ենք լսում։ Մենք կարող ենք լսել մեր սրտի ձայնը, մենք կարող ենք լսել մեր խղճի ձայնը։ Աստվածաշունչն ասում է, ոմանց խիղճը խանձված է։ Գրես անգամ կան մարդիկ, որոնք ասում ես լսի, ասում ես խիղճ չունի, իր խիղճը գոնե ներսից չի խոսում։ Դե մենք ունենք նույնպես խիղճ, որ եթե մեր խիղճը Աստծով կենթանացած ու բժշկված է, այդ խղճով նույնպես Աստված կարա մեր հետ խոսի, մենք դա կտեսնենք։ Բայց եթե մեր խիղճը դաղված է կամ խանձված է, ինչպես Աստծո խոսքն ասում է, անգամ Աստված խղճով էլ չի կարող այդ մարդու հետ խոսի։ Եվ իհարկե մենք կարող ենք լսել Աստծո ձայնը մեր հոգու մեջ, մենք կարող ենք լսել Աստծո ձայնը, մենք կարող ենք լսել ձայներ մեր լսելի ականջով, այնպես որ մենք կխոսանք մի քանի տարբեր հարցերի շուրջ։ Ու ուզում եմ ասեմ, գիտես, սկսած ինձանից, երբ որ հանդիպում ենք կյանքում տարբեր խնդիրների, տարբեր հարցերի ենք բախվում, հետո ենք հետ նայում ասում, այ բայց Աստծուն կարելի էր հարցնել, ախր այս հարցում խի Աստծուն չհարցրեցինք։ Գիտես, լինում է դեպքեր մենք անում ենք, պրծնում ենք, հետո ենք ասում, բայց կարելի էր Աստծուն հարցնել։ Դա համար ես կուզենամ, որ քրիստոնյաներիս, հավատացյալներիս համար լինի մեծագույն նպատակ, մեծագույն փափագ լսել Աստծո ձայնը, հարցնել Աստծուն, իսկ Աստված ինչ կարծիք ունի, Աստված ինչ է ասում։ Գիտես, տարիներ առաջ իմ հարազատներից մեկը, եղբայրներից մեկը, ընկերներից մեկը իր անձնական հարցի շուրջ հարց տվեց։ Մենք խոսում էինք իր ընտրության հարցում, ոնց ենք ընտրում, ինչ ենք ընտրում, կողակցի մասին է խոսքը։ Հետո ինքը հարցրեց, ասեց, իսկ Հովիվ ջան, իսկ ոնց է Աստված ինչքանով է այդ հարցում խառնվում։ Ու ինձ գիտեք ոնց է ասում, ինձ ձեր կարծիքը շատ կարևոր է։ Ասում դե լավ է, փառք Աստծո։ Ու հետո ասում, բայց Աստված թողնում է, չէ, որ մենք ընտրենք, հետո ինքը գա օրհնի։ Դե իհարկե համաձայն Աստծո խոսքի մեջ դրա մեջ էլ կա ճշմարտություն, բայց գիտես իմ պատասխանը նույնպես այսպեսին եղավ։ Ասեմ, տես ինչ հետաքրքիր է, դու ասում ես Հովիվ ջան, ինձ ձեր կարծիքը շատ կարևոր է։ Ուզում եմ քեզ ասեմ, իսկ Աստծո կարծիքը քեզ համար կարևոր է ավելին, քան իմ կարծիքից, թե չէ։ Գիտես, դու եկել ես որպես քո հովի, ասում ես, այ Հովիվ ջան, այս աղջկա շուրջ ինչ կարծիք ունես։ Օրինակ, եթե ես ասեմ վատ կարծիք ունեմ, ինչ կանես։ Նայեց դեմքիս։ Ասում իսկ Աստծուն հարցրել ես, Աստված ջան, այս աղջկա շուրջ ինչ կարծիք դու ունես։ Ես հասկանում եմ, իհարկե համաձայն Աստծո խոսքի, որ Աստված մեզ տվել է ազատ ընտրելու հնարավորություն, սիրելու, սիրահարվելու, փնտրելու, մանգալու, մեզ ճաշակ է տվել, մեզ ընտրության հնարավորություն է տվել, բայց արդյոք մենք երբ որ տեսնում ենք, հավանում ենք, ասում ենք, այ Տեր, այ ես մեկին հավանել եմ, ինչ կարծիք ունես։ Ինչ կասես դու։ Գրես ու սա գալիս է մեր կյանքում Աստծո հետ մտերմություն ունենալուց, Աստծո հետ փոխհարաբերություն ունենալուց, երբ որ
մարդիկ ցանկանում են, որ Աստծո հետ մտերմություն ունենան։ Գիտեք, ես ուզում եմ անկեղծ կիսվեմ, սա երևի չեմ ասել ոչ մի անգամ, երբ որ ես ու Արմենը շփվում էինք, ընկերություն էինք անում, ու երբ որ ինքը այն օրը, ասենց կա, չէ, ասում հա ասեց։ Այդ հա ասելու օրը, երբ որ հա ասեց, ես չեմ ուզում գլուխ գովամ, բայց ուզում եմ խոսեմ, թող ամեն մեկից ներսում լինի խորը մտերիմ փոխհարաբերություն։ Երբ որ ես իրան ուղեկցեցի տան ճանապարհին մենք խոսեցինք, ինքը ինձ հետ հան ասեց, ես հետո դրանից հետո տեղ ունեի գնալու։ Բայց ես քեզ ասեմ, Արմենն էլ գիտի, ես չգնացի այդ տեղը։ Ես գնացի տուն ու ասեցի Տեր, ես ուզում եմ իմ ուրախությունը քեզ հետ անցկացնեմ։ Արմենն ինձ հայ ասել։ Իհարկե նենց չէ որ Աստված չգիտեր, Աստված գիտեր, բայց գիտես դու շտապում ես քո մոտիկի, քո հարազատի հետ կիսվելու, չէ՞, զանգես ընկերոջդ ասես, լսի հայ ասել, ուրա հալելույա։ Բայց ես թողեցի, ես չգնացի այդ տեղը, որտեղ որ պիտի գնայի, գնացի տուն, մտա աղոթքի սենյակ, ուրախ Տիրոջն ասում եմ, Տեր, հայ ասել։ Գիտես ունեցիր այդ մտերիմ փոխհարաբերությունը, շփումը Աստծո հետ։ Ու ուզում եմ քեզ ասեմ, որքան մենք Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն ունենանք, այնքան ավելի զգայուն ականջ կունենանք Աստծո ձայնը լսելու մեջ։ Իհարկե մենք կսովորենք պրակտիկ օրինակներ կտեսնենք, աստվածաշնչյան սկզբունքներ կտեսնենք, երբ Աստված խոսում, ոնց է Աստված խոսում, ոնց չի խոսում Աստված, մենք սրանք կտեսնենք, բայց ասեմ քեզ սիրելիս, այս ամեն ինչը հմտանում է, այս ամեն ինչը վարպետանում է Աստծո հետ շփման միջոցով։ Ընկնելով ու հելնելով, սխալվելով ու նորից ճիշտը ստանալով։ Գիտես, ես քեզ ասեմ 7-րդ դասարանում ես սովորել եմ համակարգչային ծրագրավորում, բայց եթե հիմա ինձ նստացնես ու ասես այդ basic ծրագիրը ինչ է անում, ես չգիտեմ, բայց այն ժամանակ 5 եմ ստացել։ Ու լավ իմացել եմ։ Գիտես ինչի, որովհետև այդ ժամանակ ես այդ դպրոցում ծրագրավորման դպրոցում անում էի, բայց տանը չունեինք համակարգիչ։ Գալիս էի տուն ու մոռանում էի։ Հետո նամանալ, երբ որ վերջացրեցինք, ընդհանրապես, եթե տունն էլ չես զբաղվում, դա արդեն դառնում է պարզապես մի հատ ինչ-որ գիրք, միտեղ ծալած դրած, ու դա էլ չի զարգանում։ Նույնպես էլ սիրելիս, մենք կարող ենք կարդալ 100 հատ գիրք, ինչպես լսել Աստծո ձայնը։ Մենք կարող ենք լսել 100 հատ քարոզ, ինչպես լսել Աստծո ձայնը, բայց եթե չունեցանք Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություն, մեր մեջ չի ձևավորվի դա։ Ու ես ուզում եմ քեզ նախորոք ասեմ, նամանամ ես մի ուղերձ ունեմ, չէ, վախենում եմ սխալվելուց, ու այդ քարոզն ամբողջությամբ խոսում եմ նրա մասին, որ մի վախեցիր սխալվելուց։ Ես ուզում եմ այսօր նույնպես ասեմ նույնը, մի վախեցիր Աստծո ձայնը սխալվելուց, որ լսես։ Սխալվում ենք էլ, բայց հետո ընկնում ենք ճիշտ ուղու վրա։ Մի հատ կսխալվենք, մի հատ ճիշտ կլինի, մի հատ կսխալվենք։ Այսօր արի չլինենք շատ կրոնավոր ու շատ խիստ դատաստանանող, հո, Աստծո ձայնը սխալ է լսել, սխալ մարգարե, եկեք քարկոծենք։ Չէ, սիրելիս, փառք Աստծուն, այդ ժամանակներն անցել է։ Հա, նորմալ է, մենք Աստծո հետ ընտանիք ենք նույնպես, մենք Աստծո հետ քայլում ու շարժվում ենք։ Նույն ինքը Պետրոսը, Տեր Հիսուսն ասեց, ով են ասում մարդիկ ինձ համար, ասեց դու ես կենթանի Աստծո որդին, ասեց երանի քեզ Պետրոս, Հովնանի որդի, որովհետև իմ հոր հոգին քեզ բացեց, բայց բուկվալնը երկու խոսք հետո Հիսուսը Պետրոսին ասում է, ետից գնա սատանա։ Հա, սիրելիս, ու Պետրոսը դրանով կանգ չառավ, ու հետո Հիսուսը չասեց, եկեք քարկոծենք սրան, սա սխալ է խոսում, սա Աստծուց չի խոսում։ Հանդիմանեց, խրատեց, բայց մենք գիտենք, որ Պետրոսը ոնց դարձավ հզոր ծառայող Աստծո առաքյալ։ Ամեն սիրելիս, այնպես որ չվախենաս Աստծո ձայնը լսելուց։ Հաջորդ բանն ուզում եմ ասեմ, այսօր աշխարհը գիտես այնքան ձայների է լսում։ Այսօր աշխարհում շատ նորմալ է, որ աստղերը կարան հուշեն։ Աստղերը խոսում են։ Այսօր աշխարհում շատ նորմալ է, որ կոֆեի բաժակը կարա խոսի։ Մի հատ էլ սիրտդ էլ բաց տենա մուրազդ որնա։ Բայց հենց ասում ես Աստված խոսում է, քեզ ասում են դվայ լիչնեստ։ Ես ինչ ձայներ է լսում։ Երբ որ աստղերը խոսում են, դա նորմալ է։ Երբ որ կոֆեի բաժակը խոսում է, դա նորմալ է, բայց երբ որ մարդ աղոթում է ու Աստծուն լսում է, դա արդեն աննորմալ է։ Հետդ մի բան ինչի կատարում, դա ինչ ձայներ ես լսում։ Սիրելիս, ուզում եմ ինձ ու քեզ մեր ներսում դրվի այդ փափագը, այդ ծառավը Աստծո ձայնը լսելու, Աստծուն հարցնելու, Աստծո հետ քայլելու այդ պրակտիկան մեր մոտ կենթանանա Հիսուսյանով։
Ու ես ուզում եմ համարձակորեն մի արտահայտություն անեմ, կփորձեմ այդ արտահայտությունը բոլոր ուղերձների ժամանակ անեմ, որ մեր մեջ արմատանա։ Չեմ հավատում։ Չկա։ Եթե մարդ ամեն ինչ Աստծուն հարցնի ու անի Աստծո ասացի պես, այդ մարդը պարտություն չի կրի։ Ես չեմ հավատում, որ մարդը պարտություն կկրի։ Ես հավատում եմ, որ եթե մարդ լսի Աստծուն, անի ամեն ինչ Աստծու ասացի պես, ինքը հաղթանակի մեջ կքայլի։ Ես չեմ ասում ինքը խնդիրների չի բախվի, ես չեմ ասում ինքը քամիներ ու փոթորիկներ չի տեսնի, բայց ցանկացած քամիների ու փոթորիկների միջից հաղթանակով դուրս կգա։ Ես չեմ հավատում, որ կլինի մի մարդ ու կասի, ես ամեն ինչ արեցի Աստծո ասացի պես, բայց չեղավ։ Ինչի համար չեմ հավատում, որովհետև Աստվածաշունչն ասում է, Աստծուն հուսացողները երբեք ամոթով չեն մնա։ Կլինի արդյոք մեկ ամեն եկ ծափարենք Տիրոջը։ Կլինի արդյոք աշխարհում մեկը, պատմության մեջ մեկը, հազարամյակների մեջ մեկը, կլինի արդյոք, որ կանգնի Տիրոջ դատաստանի առաջ, կանգնի Տիրոջ գահի առաջ ու ասի, ես իմ հույսը 100% քո վրա դրեցի, բայց դու ինձ ամոթով թողեցիր։ Չի լինելու այդպիսի բան։ Մեր Աստված կատարյալ է, մեր Աստված ճշմարիտ է, մեր Աստված հաստատուն հիմք է եւ նա վստահելի է։ Սա բարի լուրն է, սիրելիս։ Դրա համար ինչա պետք։ Կուզեմ հաջորդն ասեմ, եթե ինչ-որ միտեղ պարտություն ենք կրել, եթե ինչ-որ միտեղ մի բան չի ստացվել, անկեղծ լինենք, խոստովանող լինենք, հասկանանք, ասենք, Տեր, ուրեմն մի բան այն չեմ արել, ոչ թե մենք հպարտորեն պատասխանենք, իմ մոտ սաղ ճիշտ էր, պարզապես դա էր Աստծո կամքը, սա էլ հպարտության ձեռագրերից է, ես սաղ ճիշտ եմ անում, ես սաղ ընտիր եմ անում, բայց դե Աստվածը տենց կամեցավ։ Սիրելիս, Աստծո կամքը մենք խոսենք իհարկե իր խոսքի սահմանների մեջ է, եւ Աստծո կամքը իր խոսքի սահմաններից դուրս չի գալիս։ Հալելույա։ Լսել ես այսպիսի արտահայտություն, Աստված սուվերեն Աստված է։ Ինքնիշխան Աստված է, ինչ ուզում է, ոնց ուզում է, երբ ուզում է անում է։ Հա, սա շատ լավ է, սա շատ հրաշալի է, եւ ես սրա տակ էլ ստորագրում եմ եւ ասում այո եւ ամեն, մեր Աստված սուվերեն Աստված է իր խոսքի սահմաններում։ Իր խոսքից դուրս Աստված չի անում։ Ավելին կասեմ, մեր Աստված ինքը իրան սահմանափակեց իր խոսքի մեջ ու ինքը իր խոսքով է շարժվում, ինքը եթե իր խոսքը խախտի, ինքն այլևս Աստված չի լինի։ Ես խիստ բան եմ ասում, բայց սա ճշմարտությունն է։ Եթե Աստված ինքն իր խոսքը խախտի, ինքն այլևս Աստված չի լինի։ Հասկանում ենք սրելներ, Աստծո սուվերենությունը, Աստծո ինքնիշխան լինելը, սահմանափակվելը, տեղավորվելը իր խոսքի մեջ։ Դրա համար մենք կխոսենք իհարկե Աստծո ձայնը լսելու մեջ, ցանկացած ձայն էլ որ լսես, ցանկացած առաջնորդություն էլ որ լսես, նա պետքա իր խոսքից դուրս չգա Հիսուսի անունով։ Ամեն։ Երբեք Աստված իր խոսքից դուրս չի խոսի։ Օրինակները շատ են, անգամ շատ, ինչ ասեմ, աղմախ, տխմար, խնդալու օրինակներ կան։ Աստված ինձ ասեց, բաժանվեմ կնոջս հետ, ամուսնանամ սրա հետ։ Աստվածը տենց բան չի ասում։ Աստված ինձ ասեց, սխալ ամուսնություն ես ունեցել, հիմա պիտի բաժանվես։ Աստվածը տենց բան չի ասում։ Հա? Աստված իր խոսքի մեջ հասրելիս, եւ եթե ամուսնացել են ուխտ են արել երկնքի ու երկրի առաջ, այդ ուխտի մեջ ասում եմ, մինչև մահը մեզ չբաժանի։ Հա, սիրելիս։ Մի հատ այսպիսի անեկդոտ կա, չէ, որ գալիս են քահանայի մոտ, ասում են, Տեր հայր, մենք հասկացանք, որ սխալ ենք ամուսնացել, օրհնի, որ մենք բաժանվենք։ Ոնց մա քահանան վերցնում է, ուզում է սպանի, ասում է, ինչ եք անում, ասում է, դե դուք ասել եք, չէ, մինչև մահը մեզ չբաժանի։ Մոպտի մեկն ու մեկը մեռնի, որ նոր բաժանվեք։ Իհարկե, սա հումոր է։
Հալելույա սրելիս։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 14-16-րդ խոսքերը մեզ ասում են. որովհետև որոնք որ Աստծո հոգովն են վարվում, նրանք Աստծո որդիկ են, որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգին առաք, որը աղաղակում ենք Աբբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիներ ենք։ Սա շատ հրաշալի տեղ է Աստծո ձայնը Աստծո հոգով առաջնորդվելու համար, Աստծո ձայնով առաջնորդվելու համար։ Կա այստեղ մարդ, որ Աստծո զավակ է, թե քույր, թե եղբայր, Փառք Հիսուսին։ Գիտես ինձ ու քեզ համար ինչա գրված։ Գրված է նրանք, ովքեր Աստծո զավակներ են, Աստծո հոգով առաջնորդվում են։ Սիրելիս, ուզում եմ քեզ մի շատ կարևոր բան ասեմ։ Վատ չի ու շատ լավ է, որ եկեղեցում լինի մարգարեական պարգև, եկեղեցում լինեն մարգարեներ, եկեղեցում գան մարգարեներ, աղոթեն, մարգարեական խոսք բերեն եկեղեցու համար, մեզ համար։ Բայց սխալ է, երբ որ եկեղեցին անհատները, քրիստոնյաները իրենք չունեն իրանց Աստծո հետ անձնական առաջնորդությունը։ Գիտես, ես քեզ ուզում եմ մի հետաքրքիր բան ասեմ, որ երկու բան, որ պետք է մեր կյանքում կատարվի։ Օրինակ բերեմ, մեր Սուրենին, Սուրջան, որ խնդրեմ կգաս։ Պատկերացրեք մի բան, Սուրենը աղոթում է եւ Աստծոց խոսք է ստանում։ Իր կյանքի հետ կապված, իր ծառայության հետ կապված։ Եվ ինքը այդ խոսքի հաստատության կարիք ունի, ոգևորվելու կարիք ունի, որ ավելի եռանդուն կպնի, ավելի վստահ կպնի։ Եվ կարա լինի, որ մի մարգարե, մի անգամ քույր կամ եղբայր եկեղեցուց, մի մարգարե կգա, Սուրեն կբերի նորից խոսք, որը կլինի հաստատություն։ Ինչ կատարվեց, Սուրենը իր սրտում ուներ խոսք, ու մեկ էլ Աստված երկրորդ կամ երրորդ մարդու միջոցով բերեց ու պեչատեց այն խոսքը, որը ուներ Սուրենը արդեն իր սրտում։ Սա մի տարբերակ։ Երկրորդ տարբերակը, Սուրենը չունի ոչ մի խոսք, բայց մարգարեն գալիս է, աղոթում է Սուրենի համար, ու Սուրենին մի հատ խոսք է ասում։ Իր կյանքին, իր տեսիլքին, իր ընթացքին վերաբերվող։ Ինչ է անում Սուրենը, Աստվածաշունչն ասում մարգարեությունները քննեք, վերցնում այդ մարգարեությունը, գնում է իր ծածուկ սենյակ, ծնկները ծալում է Տիրոջ առաջ ու ասում է Տեր, քո ծառան եկավ այս խոսքն ասեց, խնդրում եմ բացի, խնդրում եմ հաստատի, խնդրում եմ սա էլ խոսա, այնինչ որ խոսել է քո ծառան, դու իմ սրտի հետ էլ խոսա։ Գիտես, սխալ կլինի, եթե Սուրենը չունենա իր սրտում այդ պեչատը Աստծուց, բայց վեկալը ասի, ինչպես ասեց այս ինչ մարգարեն, ինչպես ասեց այս ինչ մարգարեն, չի հաջողվի իր կյանքում, բայց գիտես, եթե ինքը աղոթքի կյանքում դա դարձնի իրանը, էլ չի ասի, ինչպես ասեց այս մարգարեն, այլ արդեն կասի Աստված է ասել։ Հասկանում ենք սերներ, եւ խնդիր չի, ու սխալ չի, ու ամոթ չի, երբ որ մենք վերցնում ենք մարգարեությունը ու գնում ենք ու քննելու մարգարեությունը։ Ես ձեզ ուզում եմ ասեմ, ես ոչ թե սրանով ուզում եմ վիրավորեմ, ճիշտ հասկացեք, քավլիցի երբեք ինձ դա թույլ չեմ տա, պարզապես ուզում եմ լուսաբանեմ, որովհետև նույնպես կա այդ ցավալի կողմը։ Մեկ-մեկ ոչ թե մարգարեություններ են լինում, այլ պարզապես մի լավ կենաց։ Որ մարդը պետք է վերցնի, գնամ այդ հասկանաս, Տերը սրա մեջ դու էիր, թե չէ։ Ու Աստված կասի, չէ, դե պրոստը լավ խոսքեր էին։ Ես քեզ ուզում ասեմ, իմ կյանքում դա եղել է։ Իմ կյանքում դա եղել է։ Որ խոսել են հետս, խոսել են, մարգարեական, ասենց ասում են, դու լսում ես, բայց զգում ես ներսդ ոչ մի բան չի շարժվում։ Գնում եմ տուն, աղոթքի մեջ ասում, Տեր ասում, այսքան բան ասեց այս եղբայրը, այս ինչ էր։ Աստված ասում է, ես դրա մեջ չկամ։ Ես դրա մեջ չկամ։ Իհարկե եղբայրը թող մնա իր տեղում, Տերը օրհնես, որ ես գնացի, հետո իրան քարկոծեցի։ Չէ։ Սիրում եմ, հարգում եմ, կտեսնեմ, կգրկեմ։ Բայց մի բան, որ գիտեմ, դա Տերը չէր, իմ ներսում չպեչատվեց դա։ Հալելույա սրելիս, Սուրջան, շնորհակալություն, կարող ես նստել։
Հովհաննես Ավետարան 10-րդ գլուխ առաջին խոսքից ասում է. ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ դռնովը չի մտնում ոչխարների գավիթը, այլ ուրիշ կողմից է վեր ելնում, նա գող է եւ ավազակ։ Տերը խոսում է իր եւ անօրենի գործերի մասին, խոսում է մեր մասին, ոչխարները, գառները, դա մենք ենք իր հոտը, իր եկեղեցին։ Բայց դռնով մտնողը ոչխարների հովիվն է։ Եկեղեցու հովիվը Տերն է։ Դռնապանը նրա համար բաց է անում եւ ոչխարները նրա ձայնը լսում են։ Դռնապանը եկեղեցու սպասավորն է, ծառայողն է։ Ասում է դուր բացում է եւ ոչխարները գնում են նրա ետևից, որովհետեւ նրա ձայնը ճանաչում են։ Տիրոջ գառները, Տիրոջ հոտը, Տիրոջ եկեղեցին Աստվածաշունչն ասում է, որ նրա ձայնը ճանաչում են։ Նորից կհարցնեմ սիրելիս, եթե դու Տիրոջ եկեղեցին ես, եթե դու Տիրոջ հոտի մեջ ես, Տիրոջ փրկվածն ես, Աստվածաշունչը քեզ համար արդեն ասում է, որ իմ գառները, իմ ձայնը ճանաչում են։ Բայց օտարի ետևից չեն գնում, այլ նրանից փախչում են, որովհետև օտարի ձայնը չեն ճանաչում։ Ես ցավալով իհարկե ասում, բայց վերջերս էլ խոսեցի դրա մասին։ Մարգարեություն էր տարածվել սեպտեմբերի 22-ից 24-ը հափշտակություն ալինելու։ Ինձ վիդեոներ ուղարկեցին։ Նայեցի հենց առաջին վիդեոից մի քանի րոպե նայեցի, մի անգամից պատասխանը գրեցի, ասեցի, այնպես չի սիրել, որ ես հափշտակությունը չեմ փափագում ու չեմ սպասում։ Բայց ես ասեցի, չի լինելու, ասեցի, սա սխալ սուտ մարգարեություն է, այստեղ այնքան սխալ կա արդեն։ Բայց գիտես ցավալին ինչն է, որ մոտավորապես տասնյակ հազարավոր, երևի 100,000-ից ավել մարդ բարձրացել էր սարի վրա, 2 օր մնացել էին այդ սարի վրա, աղոթում, աղաղակում էին, Տեր, մենք սպասում ենք հափշտակության արի, 2 օր անցավ, քորը փոշման իջան սարից։ Եվ նույն մարգարեն, որը սխալ մարգարեություն էր արել, որ հափշտակությունը լինելու է ամսի 22-ից 24-ը, գիտես չհանգստացավ, չխաղաղվեց, սատանայի ձեռագիրն է։ Դուք ուրիշ կալենդարով եք նայում։ Իմ կալենդարով էդի ձեր հոկտեմբերի 7-ն է։ Ոսում լուրջ մարդիկ կան անգամ սրանց սենց վերցնում են։ Ու մարգարեությունը շարունակվել էր, դուք Գրիգորյանսկի կալենդարով եք նայում, բայց Աստված ուրիշ կալենդարով է շարժում։ Դա հոկտեմբերի 7-ին է լինելու։ Ու նորից նույն ժողովուրդը հոկտեմբերի 7-ին նորից բարձրանում է սարը, նորից աղաղակում է, Տեր, մենք սպասում ենք։ Ու նորից հոկտեմբերի 7-ը անցավ։ Ու գիտես լուրերը ինչ գրեցին։ Գրեցին իհարկե հափշտակությունն եղավ, բայց եղավ մենակ Հովի ու իր ընտանիքի համար, որտեղ փախավ։ Նորից եմ ասում, հափշտակությանը պետք է ամեն օր սպասել։ Սուրբ կյանքով, հավատքի կյանքով պետք է ամեն օր ապրել։ Տիրոջ գալստյանը ամեն օր պետք է փափագել, սիրելիս։ Տերը գիտես ինչ ասեց։ Տերը ասեց, երբ որ գամ ես երկրի վրա հավատք կտեսնեմ, իսկ հավատքը գործերով լիքն է։ Դու ապրի հավատքի կյանքով, Տերը որ գա, քեզ այդ գործերի մեջից կվեկալի, ոչ թե պարապ կանգնենք ասենք, Տեր սպասում, Տերը գա տենա պարապ կանգնած մենակ աղոթում, Տեր սպասում, գնա Ավետարան քարոզի։ Գնա մարդկանց փրկի, ես դա եմ ուզում։ Հալելույա սիրելիս։ Գիտես Հովգոր Մեխակյանը մի հրաշալի խոսք ունի այս վերջին ժամանակների հետ կապված։ Ասում է ամեն օր ապրի այնպես երկու կարևոր մտքով, որ այսօր ամենավերջի օրն է եւ երկրորդ միտքը, որ դեռ մի 100 տարի էլ կա։ Այսինքն, որ այսօր վերջի օրն է, անձդ սուրբ ու փափագով պահի, իսկ այն երկրորդ միտքը, որ դեռ մի 100 տարի էլ կա, գործ արա։ Մարդիկ չեն ամուսնանում, երեխա չեն ունենում, սպասում ենք Տերը կգա, ոչ մի բան չենք անում։ Տերը դա չի գովում, սիրելիս։ Հալելույա։ Գիտես, մենք ունենք այս հարցում, Աստծո ձայնը լսելու հարցում մենք ունենք ծայրահեղություն։ Որն է ծայրահեղություն։ Մի ծայրահեղությունը, որ մարդիկ անընդհատ են տալիս, Աստված ասեց։ Ինչ խոսում ես, ասում Աստված ասեց։ Անգամ իր սեփական կարծիքը չի կարում իր անունից ասի, Աստծո անունից պետք է անպայման ասի, որ կշիռք տա, որ ազդեցություն ունենա։ Իսկ եթե բան կա, որ դու ես այդպես մտածում, հանգիստ ասա, ես այսպես եմ մտածում։ Դու էլ թանկ ես, քո կարծիքն էլ կարևոր է, բայց մարդը իր թերարժեքության պատճառով, իր անհաստատ լինելու պատճառով, բայց իր խոսքը ազդեցիկ է ուզում սարքա, Աստված ասեց։ Չէ, Աստված չի ասել, դա դու ես տենց ուզում։ Դա մի ծայրահեղություն է։
Իսկ երկրորդ ծայրահեղությունը, որ ընդհանրապես Աստծո անունից չեն խոսում։ Գիտես, չէ, ես վախում եմ ասեմ։ Մի վախեցի։ Եթե Աստված ասել, ուրեմն ասա։ Գիտես, Տերը իմ հետ տարիներ առաջ խոսեց, հենց դրա մասին խոսեց։ Մի բան էր ասել, որ եղբայրներից մեկին ասել, ու գիտես ինչն էր հետաքրքիր, որ ասեց կասես, որ ես եմ ասել։ Բայց ես վախենում էի։ Կասեմ այդ խոսքը, բայց կլինի չասեմ, որ դու ես ասել։ Չէ, Աստված ուզում էր, որ ես հենց իր անունից խոսեմ։ Աղոթեցի, ասել ես ուզում եմ, որ իմ ներսում այդ ազատությունը, այդ համարձակությունը գա։ Ու հետո երբ որ մենք իր հետ խոսեցինք, ես իրան ասեցի, ես Աստծո անունից եմ քո հետ խոսում։ Աստված է ասել, որ քեզ ասեմ։ Երկրորդ ծայրահեղությունը, երբ որ ընդհանրապես Աստծո անունը չեն տալիս։ Սիրելի, սա էլ է սխալ։ Ու ուզում եմ քեզ ասեմ, երբ որ մենք հանդիպում ենք ինչ-որ մի հարցում, խնդրի թերության, ոչ լիարժեք գիտության, հաճախ մենք սովորություն ունենք դրանից փախնելու, փոխարենը դրա մեջ խորանալու, սովորելու, ավելի վարպետ դառնալու։ Օրինակը կբերեմ, ոնց որ մեր հովիվ Արտուրը ասեց մի քանի տարի առաջ, ասեց կար ժամանակ, որ մենք երազները մեկնելու պարգևը չէինք հասկանում, եւ երազներ մեկնության գիտությունը չունեինք։ Եվ մենք այդ պարգևը ավելի սովորելու եւ խորանալու փոխարեն, կոպիտ ասած, արգելում էինք մարդկանց երազներ տեսնելուց։ Փոխարենը, որ սովորեինք ոնց մեկնել, որն Աստծուց, որը Աստծուց չի։ Հիմա նույնը սիրելիս։ Ես չեմ ուզում կանգնեմ ու ասեմ Աստծո ձայնը չենք լսում։ Մի հոգի կա հերիքա էդի կլսի, չէ սիրելիս։ Աստված ուզում է բոլորիս հետ խոսի, Աստված ուզում է բոլորիս առաջնորդի, Աստված մեր ամեն մեկիս հայրն է, անհատական։ Աստված եւ գիտես, եւ եկեղեցով է աշխատում, եւ թիմային է աշխատում, Աստված եւ անհատապես է մեր հետ աշխատում։ Հա սիրելիս։ Ես Աստված քո հայրն է, որ անհատական տետատետ քեզ հետ ուզում է փոխհարաբերություն ունենա։ Աստվածաշունչն ասում, որ Աստծո հոգին նախանձով փափագում է մեր հետ մտերմություն ունենալու յուրաքանչյուրիս հետ միասին։ Կարող ես ձեռքդ դնել քո վրա, ասա ինձ հետ։ Ինձ հետ։ Շատ հաճախ մարդիկ նայում, հա դե Աստված հովի հետ է ուզում շփվի, մեր հետ ինչ գործ ունի, մենք ինչ ենք անում, որ չէ, սիրելիս, չէ։ Աստված փափագում է յուրաքանչյուրիս հետ ունենա մտերիմ փոխհարաբերություն եւ այդ կանչը ունի այստեղից յուրաքանչյուրս։ Ուզում եմ խորապես սա հասկանանք։ Պատկերացրա մի պահ երկինք եւ երկիր արարող Տերը, ողջ տիեզերքը արարող Աստվածը, բոլոր ղեկավարներից, բոլոր դարերում ու բոլոր հազարամյակներում, բոլոր թագավորներից բարձրը ուզում է իմ ու քո հետ շփում ունենա։ Դա ինչ մեծ պատիվ է։ Դա ինչ մեծ պատիվ է։ Այդ կանչին, այդ կանչին արձագանք արա սիրելիս, պատասխան տուր։ Հալելույա։ Ովքեր կարող են լսել Աստծո ձայնը, եւ փրկվածները, եւ չփրկվածները, եւ արդարները, եւ մեղավորները կարող են լսել Աստծո ձայնը։ Իսկ ինչ կխոսի Աստված եւ փրկվածների, արդարների հետ, եւ չփրկվածների, մեղավորների հետ, այսա ուրիշ է։ Եթե մարդը փրկված է, Աստված կխոսի իր հետ, իր կյանքին վերաբերվող, իր ծառայությանը վերաբերվող, իր ընտանիքին վերաբերվող, իր ընթացքին վերաբերվող, իր կոչմանը վերաբերվող։ Իսկ եթե մարդ չի փրկված, ինչ կխոսի Աստված իր հետ։ Կխոսի փրկություն։ Կխոսի փրկություն, սիրելիս։ Եթե մարդը փրկված չի, Աստծո ամենաառաջին մեծագույն փափագն է այդ մարդու կյանքում փրկություն բերի։ Աստված չի գա այդ մարդու հետ ազգերի վրով մարգարեություն տա, եթե այդ մարդը փրկված չի։ Աստված չի ուզում, սիրելիս, Աստված փափագում է այդ մարդու հոգին փրկվի, որ դժոխք չգնա հավիտենական կրակի մեջ։ Հիշում ես Ադամը, երբ որ մեղք գործեց,
Մեղքը գործել էր։ Աստծո ձայնը լսեց, պաղկվեց։ Աստված եկավ ասեց՝ «Ուր ես Ադամ»։ Ասում է՝ «Քո ձայնը լսեցի»։ Մեղքի մեջ էր, անհնազանդություն էր գործել, բայց ձայնը լսեց։ Ինչի էր եկել Աստված։ Եկել էր ապաշխարության համար, եկել էր շանս տալու համար, եկել էր հարաբերությունը վերականգնելու համար։ Ու Ադամը ի վիճակի էր մեղքի մեջ լինելով, ի վիճակի էր Աստծո ձայնը լսելու։ Դա մասրելիս, երբ որ մարդիկ ասում են, «Օ, ես Աստծո ձայնը չեմ լսում», դա պարզապես խափնված մարդիկ են։ Ոչ սրելիս, հայրը սիրող խոսում է թե արդարների հետ, թե մեղավորների հետ, եւ մեղավորներին կանչում է, մեղավորների սրտի հետ խոսում է, մեղավորների հոգու հետ խոսում, հանդիմանում, խրատում, դաստիարակում, իր սերը ցույց տալի, որ քաշի դեպի փրկության։ Հալելույա սրելիս։ Աստված խոսում է եւ արդարների հետ, եւ մեղավորների հետ։ Հաջորդը, որ ուզում եմ քեզ ասեմ, սրելիս, Աստվածը նույնպես անգամ արդարների հետ սահմաններ ունի խոսելու։ Սրելիս, Աստված իմ հետ ամեն ինչ չի խոսում։ Իմ հետ ամեն ինչից չի խոսում Աստված։ Ես անգամ կատակով միշտ ասում, չի ասում, սրելիս, իմ կոչումը Փառք Հիսուսին, ես շնորհակալ եմ իմ Տիրոջից իմ կոչման համար, իմ ծառայության համար։ Այստեղ ենք, ծառայում ենք այս քաղաքում, եւ ես օծված եմ այս քաղաքում։ Օծված եմ այս տարածաշրջանում, ես օծված չեմ Ամերիկայի համար, ես օծված չեմ Ֆրանսիայի համար, չգիտեմ, Չինաստանի համար, տարբեր վերացական քաղաքներ, պետություններ եմ ասում։ Եվ եթե ես այնտեղ կանչված չեմ եւ այնտեղ օծված չեմ, Աստված իմ հետ Չինաստանի մասին բան չի խոսի, սիրելիս։ Ես չեմ կարող մի օր քնեմ ու արթնանամ ու Չինաստանի համար մարգարեություն ստանամ։ Չինաստանի համար մարգարեներ կան, Չինաստանի համար օծված հովիվներ կան, ծառայողներ կան։ Գիտես ցավալին ինչումն է։ Շատ անգամներ եղել է հանդիպել եմ։ Մարդը չունի եկեղեցական պատկանելություն, չունի ընտանիք հոգևոր, տունն է, եկեղեցի չի գնում, բայց մեկ էլ Հայաստանի վրով մարգարեություն է ստանում։ Հարցում ասում, այս մարդու եկեղեցին որն ասում, չի գնում, այս մարդու հովիվնով է, չունի հովիվ, ասում, ես չեմ ընդունում իր մարգարեությունը։ Ինձ կներեք, բայց ես չեմ ընդունում, դա ոչ աստվածաշնչյան է։ Ինչա բոլոր հովիվները, բոլոր եղբայրները, երեցները, սարկավագները, եղբայրներ չասեմ, որտեղ քույրերի մեջ են, բոլորը ծառայողները ոչ մեկ չէին լսում Աստծո ձայնը, ինչ որ մեկը որ եկեղեցի չի գնում, ինչի չի գնում, որտեղ նեղացած է ինչ որ հովից կամ նեղացած է ինչ որ մեկից, բայց ազգի վրով մարգարեություն է ստանում, կներեք, ես դա չեմ ընդունում։ Աստվածաշունչն ասում է մարգարեն պետքա ստուգված լինի, ով է իրան ստուգել։ Մարգարեն, որ Աստծո անունից խոսում է, պետքա փորձված լինի, այդ ով է իրան փորձել։ Սիրելիս, դրա համար, երբ որ YouTube-ում տեսնում ես, մանավանդ ինձ մեկ-մեկ գցում են, այս ինչը, մարգարեություններ։ Նայում ես, արդեն ուսմունքը սխալ է։ Արդեն ուսմունքը սխալ է։ Գիտես ինչն է, Աստվածաշունչը մեզ մի շատ կարևոր բան է ասում։ Իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով կործանվում է։ Խոսքը չիմացող ժողովուրդը այնքան հեշտ է խափնվում, սիրելիս, դրա համար խոսք իմանանք, Աստվածաշունչ կարդանք։ Աստված իր խոսքից դուրս չի խոսում։ Նորից վերջերս մի մարգարեություն էին գցել վերջին ժամանակների մասին։ Չեմ ուզում անունները տամ, որտեվ մեկի անունը տաց 100-ատ մեկա կա, ավելի լավ է մենք կրթված լինենք, կապ չունի 100-ատ կլնեն թե 500-ատ։ Նորից մարգարեություն են գցել վերջին ժամանակների մասին։ Ես առաջին, կարծեմ եղբայրներով էինք հենց։ Միացրեցինք առաջին 5 րոպեն մի 3 հատ վարդապետական սխալ տեսա։ Ում լսեք ինչքան էլ ուզում է հիմա այս մարդը Աստծո անունը տա, սա արդեն ոչ Աստված է, ոչ Աստծուց չի սա։ Հալելույա սրելիս։ Գիտես, ես հաճախ մի օրինակ եմ բերում, այն օրը մեր տնային խմբակում այս օրինակը բերեցի։ Պատկերացրա մի բան։ Սա ասում նրա համար, որ Աստծո խոսքը մեզ համար լինի հիմք, ժայռ։
Եվ եթե հանկարծ խոսքից դուրս մի վերապրում ենք ունենում, մենք այնքան ուժեղ լինենք, որ այդ խոսք, այդ վերապրումը դուրս շպրտենք, եթե Աստծո խոսքին չի համապատասխանում։ Այսպիսի օրինակ բերեցի։ Պատկերացնում ես դու քնելուց առաջ մի ժամ հոգով աղոթք ես անում ու փառաբանում ես Տիրոջը։ Մի կես ժամ էլ գիրք ես կարդում Աստվածաշունչը։ Հետո պարկում ես քնելու եւ քնած գիշերվա 3-ի կողմերը արտանում ես մի հատ ուժեղ լույսից։ Սենց հրեշտակի պես մի հատ սենց ներկայություն է։ Ու այդ ուժեղ լույսը քեզ ասում է մի հատ բան, որը Աստվածաշնչին չի համապատասխանում։ Ու հետո այդ լույսը սենց կորում է ու դու սենց վերապրում, ինչ որ սենց մի բան։ Առավոտյան արտանում ես ու գրում ես. եղբայր ջան, հովիվ ջան, քույր ջան, գիտես, աղոթեցի, մի ժամ աղոթում եի, հետո քնեցի, հետո ժամը 3-ին այսպես մատ հրեշտակ եկավ ու ինձ սենց բան ասեց։ Ու հանկարծ հովիվդ ասում է, գիտես, եղբայր ջան, եթե Աստվածաշունչին չի համապատասխանում, դենքցի։ Գիտես ինչն է ցավալին, որ լինում են մարդիկ, որ ասում ո՞նց։ Ես քնելուց առաջ մի ժամ աղոթեցի։ Ո՞նց։ Ես հանգիստ քնած էի, լույս տեսա։ Սիրելիս, Աստվածաշունչը ավելի կարևոր է, քան մեր զգացմունքներն ու էմոցիաներն ու վերապրումները։ Դու ինձ հետ ես։ Պետք է խոսքը համապատասխանի գրվածքի հետ։ Եկած ձայնը Պողոս առաքյալը գիտես ինչ ասում, ասում է, եթե մեկը գա, մի հրեշտակ էլ գա ու ուրիշ մի հատ ավետարան բերի, քան որ տվել ենք, նզովյալ լինի, անիծված լինի։ Դու պատկերացնում ես առաքյալը ինչ համարձակ խոսք է ասում։ Այսինքն մեկ ուրիշ բան, այս գրվածից դուրս մի բան գա, անիծված լինի։ Համարձակ դենքցի։ Ասում, ոչ չէ, հովիվ ջան, ունես մոտ վերապրում ունեցա։ Դենքցի, Տիրոջից չէր։ Աստվածաշունչն ասում, որ սատանան էլ կարա լույսի հրեշտակի պես գա ու երևա։ Մեզ ինչա պետք։ Մեզ պետք է հմտություն, մեզ պետք է Աստծո հետ փոխհարաբերություն, որ կարողանանք հեշտորեն դենք գցենք, ինչ Աստծուց է, պահենք, ինչ Աստծուց չի դենք գցենք։ Հալելույա, սիրելիս։ Գիտես, իհարկե եկեղեցում ծառայությունների մեջ կլինեն պարգևներ, որոնք կունենան մարգարեական պարգև, Աստծուց խոսք բերելու եկեղեցու համար, Աստծուց խոսք բերելու ծառայության համար։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, ցանկացած նման պարգև աճում է ու բարձրանում է փոքրուց, քչից։ Այդ պարգևը պետք է երևա, քիչ-քիչ պետք է պտուղ տա։ Չի կարա մի անգամից sense, գիտես, sense պարգևն եկել է ու sense եկեղեցու ու ապագայի վրով sense մարգարեություններ է գալիս։ Ես լսի հելմատ են կողքինիդ հետ կապված։ Աղոթել ես, մի խոսք ստացել ես, իր կյանքը փոխվել է այդ մարգարեությունից։ Արի զգուշ լինենք, սիրելիս։ Ինչքան մենք Աստծո խոսքով կրթված լինենք, ինչքան մենք Աստծո խոսքի մարդ լինենք, այնքան սատանան դժվար կխաբի մեզ, չի խաբի մեզ։ Հիսուսյան ու ասեմ քեզ, սատանան չի ուզում ու չի սիրում, երբ որ Աստծո ժողովուրդը կարդացած է լինում, երբ որ Աստծո ժողովուրդը Աստծո խոսքին տեղեկացված է լինում։ Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ հակառակվում էր սատանային, հակառակվում էր գրվածքներով, մեր գրվածը։ Հալելույա, սիրելիս։ Գիտես, մենք Աստծո ձայնը լսում ենք իր խոսքի միջոցով։ Աստված խոսում է մեր հետ, երբ որ մենք իր խոսքը կարդում ենք, ու այդ խոսքը բարձրանում ու թռնում է մեր սրտի մեջ, կպնում է մեր սրտին։ Ոնց մենք կարող ենք դա տարբերել։ Աստվածա խոսում մեր հետ, թե չէ։ Մի հատ պիտի նայես քո ներսը, դու քամիների ու փոթորիկների մեջ ես։ Դե ներսդ հանդարտություն կա։ Ես դեռ արխիվում քարոզների ժամանակ կխոսեմ մարգարեի կյանքից, երբ որ ասում չէ, ամպրոպ էր, կայծակ էր, Աստված չկար։ Քամի էր, փոթորիկ էր, Աստված չկար։ Ասում եւ մի մեղմ մրրիկ իջավ, մի հանդարտություն եղավ եւ Աստված դրա մեջ էր։ Գիտես, կարող ես տեսնել մարդու կյանքում, ես ասեմ քեզ, թե իմ համար, թե քեզ համար, մարդը պանիկայի մեջ, ցայտույթի մեջ, Աստված ինձ sense բան ասեց, ես ասես հələ հանգստացի։ Հələ մատ հանգստացի։ Մի հատ խաղաղվի, մի հատ հոգով մի քիչ աղոթք արա, մի քանի օր Տիրոջը երկրպագի, թող ներսդ մի հատ խաղաղությունը թակավորի։
Նոր հետո կասես Աստված ինչ ասեց։ Այսպես վիճակի մեջ Աստված խոսեց։ Հալելույա։ Գիտես, մենք Հայաստանում երիտասարդական կոնֆերանսներ, ստարտ կոնֆերանս էր կոչվում, երիտասարդական կոնֆերանսներ շատ էին կանում ու շատ հաճախ լինում էր, դե երիտասարդները գալիս են իրանց անձնական կյանքով սիրահարվել են, ընտրություն են կատարում, շատ էր լինում խորհրդակցություններ։ Գիտես, որքան եմ լսել, նամանավանդ եղբայրները, դե եղբայրների հետ են կիսվում, որքան եմ լսել եղբայրները, որ Հովիվ ջան, ինձ Աստված է ասել ինքը իմ կիննա լինելու։ Հետո մի 3 ամիս անցնում է, 4 ամիս անցնում է, ուրիշ ամուսնանում են, ասես Աստված էր ասել հիմա, թե չէ։ Չէ, ես Աստված էր ասել, ես տեսիլքով տեսա իրան հարսի շորով։ Էդի դու քո մեջ ֆանտազիան գծագրեց էդի։ Քո երևակայությունը դա ստեղծագործեց։ Այնքան զգուշավոր ասա, այնքան վտանգավոր ասա, սիրելիս։ Հալելույա։ Գրես մի քանի հարցերի եմ ուզում կպնեմ, ես որ խնդրեմ, ահա, կակրաս։ Մի քանի հարցերի եմ ես ուզում կպնեմ սրելիս։ Շատ հաճախ մարդիկ տեսնում են Աստվածաշնչում Գեդեոնի պատմությունը։ Երբ որ Գեդեոնը բուրդը Աստծուց խոսք ուներ ստանալու եւ բուրդը գցեց դուրսը ու ասեց, եթե Տեր ջան դու ես թող ամբողջ խոտը չոր լինի, ես բուրդը թաց լինի։ Առավոտյան հելավ տեսա բուրդը թաց է, խոտը չոր դա։ Օ, ասես Տեր, այնքան լուրջ հարցի մեջ եմ, մի հատ եմ ուզում փորձեմ։ Թող հաջորդ առավոտ էլ հակառակը լինի, խոտը թաց լինի, բուրդը չոր լինի։ Մյուս օրը արթնացավ ու տեսավ, որ խոտն է թաց, բուրդը չոր։ Ասես, սա Աստված է։ Ու գիտես, այսօր ինչն է խնդիրը, որ մարդիկ այս պատմությունը տեսնում են ու իրանք էլ ուզում են Գեդեոնի նման անեն։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, սրելիս, 5 կտակարանյան առաջնորդությունը եւ նոր կտակարանյան առաջնորդությունը տարբերվում է։ Մենք տեսնում ենք առաքյալներին, երբ որ առաքյալները վերցնում են Հուդայի մահից հետո, երբ որ Հուդան իրան կախաղան է հանում, Հուդայի մահից հետո ինչ են անում, ասում են, մենք մի հատ առաքյալի կարիք ունենք, մեր մեջից մեկը կախվել է։ Ինչ են ասում, ինչ են անում, վերցնում են վիճակ են գցում, ղուշ թե գիր, հա, այսպես ասած։ Որը անգավ, ուրեմն նա էլ կլինի։ Սրանից դա սխալ առաջնորդություն է, ու այնտեղ գրված չի, որ Աստված առաջնորդեց, որ իրանք ղուշ թե գիր անեն։ Ուզում եմ քեզ հարց տամ, 2 հոգի բերում են ու ղուշ թե գիր են գցում, այս սենց տնից մեկի վրա անգնելու է, կոպեկը հոսես չի կանգնելու։ Պատկերացրու, այսինքն մեկ ուրիշ խոսքով ասած, ուրիշ Աստծուն ուրիշ ընտրության կարիք հնարավորություն չեն տալիս, Աստված ջան, այս երկուսը, բայց կարող Աստված մի ուրիշ 7-րդին էր ընտրում։ Չէ, իրանք իրանց ուզածով, նայեցին մեջտերից ով են հարմար տղեն, որ հետները միշտ քայլել է, արի, երկուսիդ վրա վիճակ գցենք։ Ոչ միտեղ գրված չի, որ դա Աստծուց էր։ Արեցին։ Կարա լինի Աստծուց, բայց դա շատ խապկանք է։ Շատ խապկանք է։ Այսօր գիտես ինչ են անում։ Ես կուզենամ բոլորիս համար ասեմ։ Կանգնեմ փողոցը, Աստված ջան, հենց 3 հատ կարմիր ավտո անցավ, ուրեմն քեզանից է։ Սելիս ոնց լինի 3 հատ կարմիր ավտո կանցնի։ Կանգնեմ փողոցը, եթե մինչև 5 րոպեվա մեջ 2 հատ սիգնալի ձայն լսեցի, ուրեմն քեզանից է։ 1000 ներողություն, բայց եկեք Տիրոջ երկյուղն ունենանք։ Մենք չենք թելադրում Աստված ոնց խոսա մեր հետ։ Աստված է ընտրում մեզ հետ ոնց խոսա։ Մարդիկ լսում են վկայություններ։ Աստծո ծառան Բենիհինը, Աստված ասեց Սյուզաննան ա քո կինը, հո, հալելույա, Սյուզաննան ա իմ կինը, ուրեմն ես էլ Աստված ջան, ասա ով ա իմ կինը։ Գնում եմ խմբակ, ով որ վերարկուս վերցնի, ուրեմն ինքն է իմ կինը։ Գնում ա խմբակ ու մի հատ տատի ա վերցնում իր վերարկուն։ Գիտես, ուզում եմ դնեմ մի հատ շատ կարևոր գիծ։ Երբ որ մենք ենք ասում, Աստված ջան, գնամ խմբակ, ով իմ վերարկուն վերցնի, ուրեմն նա է իմ կինը, մենք այդտեղ կսխալվենք։ Երբ որ դու պարզապես Տիրոջը փառաբանելով, երկրպագելով գնում ես, ու Աստված հոգուտ մեջ ասում է, քեզ նշան եմ տալիս։ Տարբերությունը տեսնում ես, սիրելիս։ Բենիհինի կյանքից պատմեմ։ Բենիհինը խոսք է ստանում ներսում, ինքը դրա համար չէր աղոթում,
պարզապես խոսք հաստանում։ Բենիհինը իր աներոջ հետ ավետարանչական ծառայություն էր անում, ընկերներ էին։ Ու Աստված ասում է Սյուզաննան, քո ընկերոջ աղջիկը քո կինն է լինելու։ Ու Բենիհինն ասում, ո՞նց Տեր իմ Աստված։ Աստված ասում է, քեզ նշան եմ տալիս։ Վաղը գնալու ես իրանց տուն։ Ինքը քեզ համար պատրաստելու է քո սիրած բլիթները։ Գիտես, Բենիհինը չի ասում, Աստված ջան, դե որը տենց է, վաղը գնալու եմ իրանց տուն, թող իմ սիրած բլիթները պատրաստի։ Աստված է ասել։ Տարբերությունը տեսնում ես։ Բենիհինը գնում է Սյուզաննայից տուն, Սյուզաննան էլ նայում է որպես եղբայր իր հոր ընկերը, ու ասում է, Բենի, ինչ լավ ա եկել ես, կակրած ես էլ այսպես բլիթներ եմ սարքել։ Սյուզաննան ոչի բանից տեղյակ չի, Բենիհինը սառում, սփռնում, հո Տեր իմ Աստված դու խոսում ես։ Հասկանում եք սերնիր տարբերությունը։ Դրա համար երբ որ մենք կարդում ենք, որ բուրդը քթանը դրեցին դուրս, վեքսեցին ներս, ու այսօր նույնը ուզում են Աստծո ժողովուրդը անեն, սիրելիս դու ունես Սուրբ Հոգին, աղոթի հոգով։ Քեզ պետք չի բուրդը դուրսը գցես, բուրդը ներս գցես, կարմիր ավտոն կանցնի, չի անցնի, դու ունես Աստծո Հոգին, որ քեզ հետ կխոսի։ Ճիշտ է արդյոք Աստծուն թելադրել ինչպես խոսի մեզ հետ։ Իհարկե ոչ։ Ճիշտ չի։ Դու կարաս խնդրես, որ Աստված քեզ տա առաջնորդություն, բայց թե ոնց խոսի, ինքն Աստված է։ Ինքը պետք է ընտրի քո հետ խոսելու ձևը։ Ինքն Աստված է, ինքը գիտի քո սրտի հետ ոնց խոսի։ Չէ, Աստված ջան, ես ուզում եմ մենակ իմ հետ լսելի ձայնով խոսես, այ ոնց որ հիմա հովին եմ լսում, այ ուզում եմ իմ հետ այտենց խոսես։ Շատ վտանգավոր աղոթք ես աղոթում։ Քեզ նախորոք ասեմ, այնքան սխալ ձայներ կլսես, հետո դրա տակ կտառապես։ Դու կարաս փափագես Տիրոջը, բայց դու մի թելադրի Աստծուն իմ հետ մենակ լսելի ձայնով։ Կա այդպիսի վկայություններ, որ մարդը կայնի ասի, ես ուզում եմ անպայման Աստծո ձայնը լսեմ։ Իրես սատանան այդ առիթից օգտվել է։ Ինչի, որովհետև երբ որ սխալ աղոթք է, ինքը սխալ դռներ է բացում։ Ուտեղ Աստված էլ կապ չունի։ Երբ որ աղոթքը սխալ է, արդեն սխալ դռներ են բացում, ու մարդը սատանայի ձայնն էր լսել, վախերով էր լցվել, մինչև ծառայողները աղոթեցին ու ազատագրում ունեցավ։ Դու կարաս փափագես Տիրոջը, ասես Տեր, ուզում եմ քեզ հետ շփվեմ, ուզում եմ քեզ հետ մտերիմ հարաբերություն ունենամ, ուզում եմ ինձ առաջնորդես, ուզում եմ լսողականջ ունենամ, ուզում եմ Տեր քո խոսքի երկյուղն ունենամ, դու կարաս աղոթես, բայց մի ասա Տեր, անպայման իմ հետ այսպես խոսա։ Գնում եմ եկեղեցի, անպայման հովի բերանով խոսա։ Աստված այդպես չի ընտրել։ Գիտես լինում է, հով ջան, ծոմ ենք պահել, եկել ենք, ասա։ Ինչ ասեմ, դու ես ծոմ պահել, Տիրոջը լսի։ Հա կարող է իմ հետ իմ միջոցով է խոսա, խնդիրը դրան հարցը էդի չի, կարա լինի, բայց այնպես շու, գիտես ընկնում ես այսպես մի հատ բանի մեջ, իհարկե արդեն սովորել եմ, ասում, կխոսա, կասեմ, չի խոսա, չեմ ասի, կորտնեմ կգնաս։ Դու Տիրոջը նայի։ Ճիշտ է արդյոք խնդրել Աստծուն, որ մեզ երևա։ Ոչ սիրելիս, ճիշտ չի։ Թող Աստված մնա իր Աստված, իր թագավորական դիրքում։ Ինքն է որոշում ում երևա, ոնց երևա։ Քո հոգու վկայությունն ունեցի։ Քո հոգու վկայությունն ունեցի։ Աստծո ծառան մի անգամ աղոթում ասում է Տեր, ես ուզում եմ ոնց որ երևացիր Մովսեսին, այնպես ինձ երևաս, ոնց որ երևացիր Դանիելին, այնպես ինձ երևաս, ոնց որ երևացիր այնտեղ Ծիլի Օսբորնին, Օրլ Ռոբերտսին, այնպես ինձ երևաս։ Գիտեք Աստված իր հոգում հետաքրքիր մի վկայություն է տալիս։ Ասում է որդիս, որ ես քեզ այտենց երևամ, քո հավատքը 5 տարի հետ անգնելու։ Որտեվ դու նյութական մատերիալիստ ես դառնում, երանի նրանց, որ չտեսան եւ հավատացին։ Դու ուզում ես նյութական մատերիալով տեսնես, տեսնեմ կհավատամ։ Հիսուսն ասեց երանի նրանց, որ չեն տեսել ու հավատում են։ Սրանից երանի ես, երբ որ դու խոսքին ես հավատում։ Թովմասն էլ ասեց, մինչև մատս չմցնեմ,
Մինչև ձեռքս չդնեմ այդ խոցի տեղը, չեմ հավատա։ Ես ասում, գիտես Հիսուսը չեկավ ու ասեր, այ Թովմաս ջան, արի մեջներից անհավատը դու ես մնացա, արի քո հարցերն էլ լուծենք։ Մատը դրեց, всё, քեզնից է պրծանք։ Չէ, Հիսուսը շատ խորը նայեց այդտեղ։ Երբ որ Թովմասը եկավ ու ընկավ Տիրոջ առաջ, ով իմ Տեր, ով իմ Աստված, ասես տեսար, դրա համար հավատացիր։ Բայց երանի, այսօր սրելիս դու այդ երանելիների մեջ ես մտնում։ Այսօր դու այդ երանելին ես, երանի նրանց, որ չեն տեսել, բայց հավատում են։ Ուզում եմ իմ ու քո ներսում փափագը լինի, իմ ու քո ներսում ծառավը լինի Աստծուն հարցնելու։ Մենք կխոսենք սրելիս մի կիրակիով անհնար է ամբողջ ուսմունքը տալ, բայց ուզում եմ թող այսօրվա խոսքը այսպես կրակի պես, աղի պես, այսպես գան ներսդ, որ ջրին փափագես Տիրոջը հարցնելուց։ Գործի մեջ, բիզնեսի մեջ։ Գիտեք, ուզում եմ ուղիղ մի բան ասեմ, ու ես նախատեսել եմ թեման խոսելուց սա անպայման ասեմ։ Ու սա ասում եմ ամենայն սիրով, հարգանքով, իրականում խոնարհվելով եմ ասում։ Ես տեսնում եմ մեր հարազատների մեջ, վերջերս մեր եղբայրներից մեկի հետ էլ խոսում էի, թղթերի խնդիր ունի, թուղթ, չի ստացվում, թուղթ, չի ստացվում։ Գիտեք ինչ արեցի, իրան հարցրեցի։ Ասես նա աղոթել ես, вообще Աստծո կամքն է, որ մնաս այստեղ, թե պիտի գնաս։ Մի տան փող ես ծախսել արդեն այդ թղթերը սարքելով։ Կա Աստված քեզի օրհնում է Հայաստանում։ Կա Աստծո ծրագրեր, Աստծո ժամանակները արդեն քեզ համար Հայաստանում է։ Ինչ որ ժամանակ էր, ինչ որ պահեր եկար այստեղ։ Հիմա պիտի գնաս։ Մեր Կամոյի մասին չեմ խոսում։ Կամոյի մասին ուրիշ բան կասեմ։ Կամոյի հետ վերջերս գիտեք խոսում էի, ասեց Հովի ջան, հետաքրիր մի հատ բան ասեմ։ Իրա խոսքերն այն քեզ քարոզը նայելու է, դրա համար ասում եմ։ Ասեց, այդտեղ աղոթում, մի հատ բան ճեղքելու համար 1000 տեսակ աղոթքով անցնում էի։ Ասում այստեղ բերանս չբացած սաղ լինում է։ Իրա խոսքերն եմ ասում։ Գիտես, հարցը Աստծուն։ Տեր իմ Աստված, вообще ուզում ես թուղթ սարքեմ։ Եթե Աստված կասի հա, մտի այդ պայքարի մեջ, մտի, չէ կլնի, հա կլնի, կռիվ կլնի, փող կծախսես, ծանոթ կգտնես, Տերն ասել է հա, ուրեմն արա։ Արդեն պրոբլեմները քեզ չեն կանգնացնի, որտեղ դու խոսք ունես երկնքից, Տերս ասել է թուղթ պետք է ունենամ, ուրեմն ցանկացած դժվարություն կհաղթեմ։ Բայց եթե Տերը չի ասել, սելիս տանջվում ենք։ Հալելույա։ Գրես, ես հավատում եմ, դու ինձ կհասկանաս, իմ սրտի մեծագույն ուրախությունը կլնի, ցնծությունը կլնի, որ իմանամ դու Աստծո կամքի մեջ ես։ Ոչինչ եթե իմ կողքը չես լինի, կարևորը Աստծո մեջ կլինես, որն ավելի ապահով է քեզ համար, որն ավելի անվտանգ է քեզ համար։ Երբ որ մենք մեր թղթերը սարքում ենք, Գրես հետ արների հետ շատ ենք խորհրդակցել, խոսել ենք այս հարցի շուրջ, երբ որ նոր եկանք հուլիսի վերջ, ու մեզ մի անգամ օգոստոս, ու մեզ ասեցին, նոր եկել ես, պիտի շուտ գնաս այդ քաղաքը, որտեղ որ սարքում ենք, պիտի գնաս այնտեղ, ներկայանաս թղթերը 10 անես։ Խառնվեցինք իրար, շուտ պիտի գնանք։ Վերցեցինք, անգամ զանգեցի Արմին, ասա Արմին, всё, գարիկի մեքենան վերցնում են, գիշերը գնում ենք, պատրաստեք։ Խամ, քաղաքին, երկրին խամ, ճանապարհներին խամ։ Վերցնում, գնում ենք թղթեր սարքելու։ Ահագին գումար ծախսեցինք, ոչի բան չեղավ, քորոփոշմա, հետ եկանք։ Ինչի՞, գիտես, պետք է ամեն ինչ լիներ։ Կանաչ թուղթ ունենք, ամեն ինչ ունենք, դա օրերի հարց էր, բայց չեղավ։ Զարմանում ես, Տեր, բախի չեղավ։ Բայց գիտես մի հատ հարցում, մի բան ունեի իմ ներսում, Տեր ջան, քո անունով եմ եկել, քո համար եմ եկել։ Կծառայեմ,
Կսարքեմ տարեկան թուղթ այդ գադավորը կսարքեմ, կծառայեմ այնքան ինչքան կասես։ Եթե պետք է որ դա լինի, ուրեմն դա կլինի։ 2 տարի գադավորով ապրեցինք։ 2 տարի ուղղակի սարքում էինք ու ծառայում էինք։ Ու հանձնել էի լրիվ Աստծո ձեռքերի մեջ։ Ես էլ չեմ անի, այսքան փող ծախսեցի, այսքան բան արեցի, դու սրա մեջ չկայիր։ 2 տարի հետո հրաշալի ձևով հայտնվեցին մարդիկ, Աստված օրհնի։ Բացի որ ծանոթներ, ես վկայել եմ նույնպես ֆինանսը, սիրելիս, որ ինձ ասեցին դու ձեռքդ գրպանդ չես տանելու, սա հարցը լուծված է։ Ամեն։ Հալելույա, սիրելիս։ Իրես գնացել ենք, ու անգամ սա էլ կատակով ասեմ, բայց այսպես էր։ Այդ ամեն հերթերը, որ կար, մեր ծանոթ այնքան անուն ուներ, որ այդ սա հերթերից մեզի անցկացում էր, անշնորհք բան, անօրեն բան չեն կարել։ Պարզապես հերթը, որ պետք է հերթը լիներ, մեզի այդ օրինավոր տեղը տանում էր առանց հերթը, այսպես ասեմ։ Ու այնտեղ էլ լիքը հայեր կային։ Դե քո հայ ժողովուրդն են, քոնոնք են, քեզ ճանաչում են, արդեն բարևում ես։ Մեկ գիտես ինչ էի ասում երեխեքին, ասում երեխեք, ամոթա։ Այս խեղճ ժողովուրդը ստեղ կանգնած են, մենք ցած գնում, մտնում, անում, թխում, ստորագրում դուրս են գալի։ Ասում, ամաչոն դաժե նայ, եկեք շուտ փախնենք ստեղից։ Բայց այնքան օրտնված էինք։ Այնքան օրտնված էինք, ոչ մի հերթ, ոչ մի բան։ Սիրելիս, հանձնի Աստծուն։ Հարցերա Աստծուն։ Տեր, ինչ անեմ։ Ինչ անեմ։ Գործի հետ կապված, բիզնեսի հետ կապված, խմբակում քույրիկը հարցնում էր, Աստված ասել է, այս գործը սկսեմ, բայց հիմա ոնց որ թե ինչ որ շարժ չկա, ինչ անեմ։ Եթե Աստված ասել, ուրեմն ճեղքի, կբացվի, ուրեմն ճեղքի, մնա այնքան, մինչև լինի այդ օրհնությունը, այդ հաղթանակը լինի։ Հալելույա, սիրելիս։ Արի կանգնենք ոտքի խնդրում եմ։ Մենք կարող ենք սխալվել, այո։ Մենք կարող ենք շփոթվել, այո։ Կարող է մեր միտքը մեզ խանգարել, այո։ Կարող է մեր էմոցիաները մեզ խանգարել, այո։ Կարող է մեր ցանկությունները մեզ խանգարել, այո, սիրելիս։ Բայց թող սա քեզ չվախացնի ու քեզ չկանգնացնի։ Այս սրանով է սատանան օգտվում ու բերում այդ կրոնավոր մտածելակերպը, բա որ խափնվես, բա որ սխալվես։ Ես իմ Տիրոջը փնտրելու եմ, կշարունակեմ այնքան, մինչև հաստատվեմ։ Ես չեմ վախենալու լսեմ Աստծո ձայնը, ես չեմ վախենալու Տիրոջը հարցնեմ, ես համարձակ Տիրոջս կհարցնեմ։ Մի մարդու հարցնում են և ասում են, Աստծուն հարցրել ես, ասում վախենում եմ հարցնեմ, որովհետև գիտեմ ուրիշ բան ասելու։ Այս շատ վատ է։ Շատ վատ է։ Աստծո կամքից դուրս շատ վտանգավոր է, սիրելիս։ Եղի այնտեղ, որտեղ Աստված է։ Եղի այնտեղ, որտեղ իր կամքն է քեզ համար, սիրելիս։ Հալելույա։ Գիտես, ես ունեմ մի քանի օրինակներ։ Աստծո անունը զուր տեղը չտաս, երկար փնտրի Տիրոջ երեսը։ Տարիներ առաջվա բան եմ ասում, մի մարդ ինձ ասեց, Աստված ասել է, մտնեմ ինստիտուտ թուրքերեն սովորեմ, որտեվ Թուրքիա միսիայի եմ գնալու։ Դե Տերը օրհնի, մտի սովորի։ Մի տարի սովորեց, հետո վարձը չէր կարում տալ կամ չգիտեմ ինչ եղավ։ Մի տարից հետո ոնց որ թե Աստված կարծիքը փոխել էր։ Դուրս եկավ։ Հիմա հարց Աստված էր ասել, թե դու ես լսել։ Գիտես, երկուսն էլ հնարավոր է։ Եթե Աստված էր ասել, ուրեմն դու անհավատարիմ գտնվեցիր։ Պիտի մնայիր, ճեղքեիր, մինչև վերջ այդ թուրքերենը սովորեիր, որ գնայիր միսիայի։ Իսկ եթե Աստված չէր ասել, զգուշ եղի Աստծո անունը անդադար դատարկ տեղը տալուց։ Մեկը ասեց, Աստված ինձ ասել է գործից ելնեմ, որտեվ ինձ ինքը կպահի։ Գործից ելավ։ Հետո 2 ամիս էր անցել, չեմ ուզում ասեմ ինչ էր ծախում, մի հատ ապրանք էր ծախում։ Կառնեք, ես ապրանքը ծախում եմ։ Աստված քեզ ասել էր, որ կպահի, հիմա գործ ես անում, բիզնես ասա։
Հիմա Աստված էր ասել, թե Աստված չէր ասել։ Եթե Աստված էր ասել, ուրեմն հնազանդ ես։ Եթե Աստված չէր ասել, ուրեմն Աստծոն սխալ ես տալիս։ Զգույշ եղի։ Ճամբարում իհարկե հասկանում ես, երիտասարդներ են, վարվում են, լցվում են, նոր փորձառություն են ձեռք բերում։ Նայում են երկինք լուսնի վրա ու Հիսուսին եմ տեսնում, երկու հոգի։ Գալիս ասում ես, երեխեք, ինչ ա եղել։ Հիսուսին ենք տեսնում, այնտեղ լուսնի վրա Հիսուսին ենք տեսնում։ Լավ։ Հետո մի կես ժամ հետո նստած կրակի կողքը կարտոշկա են սարքում։ Աշխարհային խոսքեր են խոսում։ Ասես վերջ։ Չի մարդիկ, որ Հիսուսին տեսնում էին, աշխարհն էին շուռ տալիս։ Մարդիկ, որ Հիսուսին հանդիպում էին, տեղները չէին գտնում։ Դու Հիսուսին տեսար, կես ժամ հետո կարտոշկա ես սարքում ու ինչ որ կոմպյուտերային խաղերից ես խոսում կամ չգիտեմ ինչերից ես ասում։ Ես մի հատ արտահայտություն ունեմ, որ անում եմ, ասում եմ ֆոտոսեսիա է, Հիսուսին ես տենում, նենց եկելա, որ նա նկարվի գնա։ Չէ, սիրելիս։ Ես ուզում եմ երկուսն էլ մեր մեջ բարձր լինի։ Ուզում եմ որպես եկեղեցի զգայուն լինենք, փափագենք Տիրոջ ձայնով շարժվելը, բայց միևնույն ժամանակ զգույշ լինենք։ Զուր տեղը Աստծո անունը չտանք։ Մեկը հետս խոսում է, նստած ենք, սուրճ ենք խմում, են որ ասում է սկվոյս, թափանցիկ, ասենց ինձ նայում է ու իմ հետևն է նայում, վայ, հրեշտակ տեսա, լուրջ, ու հետո ինչ էր անում հրեշտակ, ֆոտո էր անում, լսի, որ մարդիկ հրեշտակ են տեսնում, աշխարհն են շուռ տալիս, որ մարդիկ հրեշտակ են տեսնում, հրեշտակը խոսք է բերում, նենց հրեշտակը չի գալի, մա տերևա, ֆռում ես, նայում ես, դեմ մեզ չկա, հետո ինքը նորից գալիս է, դու ֆռացել ես։ Գիրես կարծես, թե լավ բան է ասում, չէ, մեր զրույցի մեջ հրեշտակներ կան, գիտեմ հրեշտակներ, հա էլ կան, ստեղ էլ կա։ Հասկանում ենք սրելներ, պետք չի հրեշտակին տեսնել, որ նոր հավատալ։ Հրեշտակները կան ու մեզ ծառայում են, հիմա էլ հոգևոր աշխարհում պատերազմ է գնում, պայքար է գնում մեր համար։ Հոգևոր աշխարհում հրեշտակները պահում են այս մթնոլորտը, որ իմ ու քո սրտի մեջ Աստծո խոսքն գնի, որ սատանան մեր մտքերը չգողանա։ Բայց պետք չի տեսնել, որ նոր հավատալ, երանի նրանց, որ չեն տեսել ու հավատում են։ Փափագի Աստծո ձայնը լսել, սիրելիս։ Փափագի Աստծուն հարցնել, Աստծուն դնել առաջին տեղում քո կյանքում, Տեր, քեզ ուզում եմ հարցնեմ։ Մինչև իմ անելը քեզ ուզում եմ հարցնեմ, անեմ թե չանեմ, գնամ թե չգնամ։ Հալելույա, սիրելիս։ Արի աղոթք անենք, շնորհակալ ենք Տեր։ Գոհանում ենք փառահեղ Աստված։ Գոհանում ենք այսօրվա համար, Տեր։ Գոհանում ենք այս հնարավորության համար, Տեր։ Տեր, ուզում ենք լսողական ունենալ, ուզում ենք խոնար սիրտ ունենալ, Տեր, որ քո առաջնորդությանը հետևենք, Տեր։ Տեր, մենք գիտենք, որ դու խոսում ես մեզ հետ։ Քո խոսքն ասում է, որ իմ գառները իմ ձայնը լսում են եւ իմ ձայնը ճանաչում են։ Դու ասում ես, Տեր, որ օտարի ձայնը չեն ճանաչում։ Մենք այսօր քո խոսքը վերցնում ենք եւ ասում ենք այո եւ ամեն, թանկագին Տեր։ Մենք գիտենք, որ դու խոսում ու առաջնորդում ես քո եկեղեցում։ Դու չես թողնում, որ մենք անորոշության մեջ լինենք։ Դու չես թողնում, Տեր, որ մենք ուղղակի մնանք սենց շվարած ու չիմանանք ինչ անենք, Տեր, դու ամեն ժամանակ գալիս ես, խոսում ես, ցույց ես տալիս մեզ գալիք բաները։ Թանկագին Սուրբ Հոգի քեզ համար գրված է, որ դու կգաս ու մեզ գալիք բաները ցույց կտաս։ Ու մենք այսօր ուզում ենք աղոթենք ու ասենք, որ դու քո ծառայության մեջ հավատարիմ ես, դու քո գործի մեջ հավատարիմ ես, դու կիսատ բան, թերի բան չես անում։ Եթե այսօր մենք կարիք ունենք գալիք բաները տեսնելու, դու պատրաստ ես դա ցույց տաս, դու պատրաստ ես դա մեզ տաս, փոխանցես։ Պարզապես մեզ պետք է ունենալ լսող ականջ։
ունենալ խոնար սիրտ, Տեր, որ կարողանանք տեսնել, կարողանանք վերցնել այն առաջնորդությունը, որ ունես մեզ համար։ Տեր, աղոթում ու խնդրում ենք որպես եկեղեցի, որպես քեզ հավատացող ժողովուրդ, ավելի ու ավելի սիրենք, ավելի ու ավելի կարդացող լինենք, քո խոսքին տեղյակ լինենք, որ անօրենը մեզ սխալ առաջնորդություններով չխաբի, չխանգարի, չմոլորեցնի։ Տեր, աղոթում ու խնդրում ենք, որ մեր ամեն մի գործարկի ձեռնարկի ամեն մի գործի մեջ, Տեր, ամեն մի ընթացքի մեջ, Տեր, խնդրում ենք, քեզ ենք հրավիրում, որ դու գաս ու ցույց տաս, անենք թե չանենք, երբ անենք, ոնց անենք։ Խնդրում ենք, ամենակարող Տեր, մենք եթե մինչև այսօր չենք հրավիրել քեզ, տեղ չենք տվել, չենք հարցրել քեզ, մենք այսօր խոնարհվում ենք, ապաշխարում ենք եւ ասում ենք, Տեր, ուզում ենք քեզ կանչել մեր կյանքում ամենագլխավոր տեղում, ամենաառաջնային տեղում։ Շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք, փառահեղ Աստված։ Մենք ուզում ենք, Տեր, ունենալ այդ զգայուն սիրտը, Տեր, այդ զգայուն հոգին, Տեր, որ կլսի ու կառաջնորդվի քեզանից, Տեր։ Հալելույա քեզ, Տեր։ Սելիս ուզում եմ հիմա մի փոքր ժամանակ քեզ հատկացնեմ։ Մենք միասին աղոթքի մեջ մնանք։ Ես կխնդրեմ, թող փառաբանությունը բարձրանա։ Մենք ուղղակի աղոթքի մեջ մնանք, եթե